Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսը եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Կարդացի Եսայի գրքից 60 խոսքը։ Սիրելիներս, մեր օրը սկսենք աղոթքով։ Աստված բժիշկ է, իսկ աղոթքը լավագույն դեղամիջոցը։ Բարի լույս կրկին անգամ։ Լավ օր եմ ցանկանում ձեզ, որ չուզենաք այն ավարտվի։ Սիրելի հետևորդներ ջան, մի փոքրիկ ձմեռային գեղեցիկ պատկեր եմ բերել ձեզ։ Տեսնում եք, ինչքան ձյուն է եկել։ Սպիտակ գեղեցիկ սավանով սփռված, ճանապարհները սառույց, հազիվ մի կերպ քայլելով գնում եմ։ Դուրս եմ եկել զբոսանքի և շուրջ բոլորս ձեզ ցույց եմ տալիս։ Գեղեցիկ պատկեր է։ Վրձնի աշխատանք ոնց որ լինի։ Զբոսանքից եկա, վերարկուս հանել եմ, ձնագնդի եմ խաղում, սիրելիներս, հիշում եմ մանկությունս։ Տեսեք ինչքան սպիտակ, փաթիլները տեսեք, շատ գեղեցիկ է։ Սիրելիներս, ձեռքերս սառեց, որտև թեթև եմ հագնված։ Հիշեցի մի պահ մեր մանկության օրերը, երբ խիստ ձմռանը, այն որ լավ ձյուն էր գալիս, իմ լավ բարեկամներ, ինչպես էինք ձնագնդի խաղում իրար հետ, սահնակ քշում, ձնեմարդ պատրաստում, որը երբեք չենք մոռանա։ Հուշերը թողում ենք անցյալում, բայց հիշում ենք քաղցրությամբ, միշտ հիշող ենք մեր հուշերը, իսկ հիմավա երեխաները ոչ ձնագնդի է խաղում, ոչ սահնակ են քշում, ոչ ձնեմարդ են պատրաստում, իսկ մենք միշտ ուրախացել ենք ձան գալով, անհոգ, ուրախ երեխաներ էինք այն ժամանակ։ Չնայած մի պահ ես էլ ուրախացա, դարձա հոգով երեխա, իսկ հիմա մրսեցի, գնանք։ Սիրելիներս, ես ինձ համար արդեն դրեցի կոֆե, դուք էլ ձերը դրեք, նստենք միասին, կոֆեն խմենք և մի փոքր զրույց անենք։ Ինչպե՞ս եք։ Ես լավ եմ, սիրելիներս, ուրախ, երջանիկ։ Այսօր կյանքիս ամենաուրախ, երջանիկ օրերից մեկն է։ Այսօր ծնվել է իմ առաջին թոռնուհին, Գայանես, իմ լավ բարեկամներ, Գայանե, իմ սիրելի աղջիկ, դու իմ կյանքի լույս, շնորհավոր 20-ամյակդ, թող քո այս 20-ամյակը դառնա կյանքիդ գեղեցիկ սկիզբներից մեկը, սիրով և հավատով լի, թող կատարվեն քո բոլոր երազանքները, Աստված օրհնի կյանքիդ ամեն մի օրը, իմ չքնաղ գեղեցիկ Գայանես, սիրում եմ քեզ, միշտ քո կողքին աղոթում եմ քեզ համար, լինես միշտ առողջ, երջանիկ, ուսման մեջ միշտ այդպես հաջողություն ունենաս։ Արևս, աչքիս լույսը։ Այս ուզում էի ձեզ հետ կիսվել, իմ լավ բարեկամներ, իմ ուրախությունը ձեզ հայտնել, թե այսօր ինչքան ուրախ օր է ինձ համար և իմ ընտանիքի համար։ Երեկոյան նշելու ենք աղջկաս 20-ամյակը, իմ լավ բարեկամներ, գիտեմ, որ շնորհավորելու եք, ես էլ նախօրոք շնորհակալությունս եմ հայտնում բոլորիցդ։ Այսօր շատ լավ օր է, շատ, տրամադրություններս բոլորիս բարձր է,
Ճիշտ է, ես գիշերն եմ շնորհավորել 12-ից հետո, առավոտյան բոլորս ենք շնորհավորել, մինչ երեկոյան արդեն կգնանք և կնշենք իմ գեղեցկուհու ծննդյան օրը։ Սիրելիներս, բայց մինչ գնալը ուզում եմ նաև խոհանոցում ապուր պատրաստել, թե ինձ համար, դիետիկ և ընտանիքի անդամների համար։ Ընտանիքիս անդամների համար պատրաստել կարմիր ոսպով տավարի մսով թարմը մի համեղ ապուր և ինձ համար դիետիկ ապուր։ Անցնեմ խոհանոց, կապեմ խոհանոցային գոգնոցս և սկսեմ պատրաստել։ Գնացինք խոհանոց։ Կաթսայի մեջ դրել եմ մի կտոր կարագ, գազօջախը վառել եմ, մինչ կհալվի կարագը, սիրով ներկայացնում եմ կարմիր ոսպով ապուրի բաղադրիչները՝ սոխ, մի գդալ տոմատի մածուկ, չորացրած ռեհան ցիտրոն, կարմիր քաղցր պղպեղ, դեղին ոսպ և 3 միջին չափսի կարտոֆիլ։ Հիմա սկսեմ սոխից, սոխը մանրացնեմ, սովորական քառակուսի մանրացնում եմ։ Շատ համեղ ապուր է ստացվում, բավականին ժամանակ չեմ պատրաստել և այս ցուրտ եղանակին համահունչ ապուր է, սիրելի հետևորդներ ջան։ Մանրացրեցի, վերջացրեցի սոխը, լցնեմ հալված կարագի վրա։ Սոխը կտապակեմ այնքան, մինչև դառնա թափանցիկ ոսկեգույն։ Սոխը արդեն պատրաստ է, սիրելիներս, խառնեմ և ավելացնեմ սոխին նախապես քերիչով անցկացրած գյազարը։ Մի լավ խառնելուց հետո բերանը ծածկեմ, թող սոխն ու գյազարը տապակվեն։ Տեսեք ինչ լավ տապակվել են։ Արդեն պետք է ավելացնեմ մնացած բաղադրիչները։ Ավելացնում եմ կարմիր պղպեղ, աղացած քաղցր, տոմատի մածուկն եմ ավելացնում և մեր չոր ռեհանն ու ցիտրոնը, կանաչիները։ Նորից մի լավ խառնեմ։ Պատրաստի սոխառածին կավելացնեմ մի փոքր մսաջուր։ Անպայման քամում եմ մսաջուրը։ Խառնեմ, բերանը ծածկեմ, թող հենց որ սկսի մի փոքր եռա, նոր մնացած բաղադրիչներն էլ կավելացնեմ։ Մինչ եռա, այս ընթացքում ես կտրտեմ 3 միջին չափսի կարտոֆիլը, որպեսզի ավելացնեմ սոխառածին։ Հիմա արդեն ավելացնում եմ կարտոֆիլը սոխառածին։ Մի լավ խառնելուց հետո արդեն կավելացնեմ նախապես եփած տավարի միսը։
Ճաշին ավելացնում եմ լվացած դեղին ոսպ։ Նորից խառնում եմ, բերանը կծածկի, մի 2 րոպե թող հենց սկսի եռալ, կավելացնեմ մսաջուրը։ Մինչ հավի միսը ջրով կեռա, ես մանրացնում եմ սունկը, վերցրել եմ 4 հատ շամպինյոն սունկ, լավ լվացել եմ, գլխիկները հեռացրել եմ կեղևի հետ, հիմա մանրացրել եմ, վերցրել եմ նաև ծաղկակաղամ և բրոկլի։ Հիմա ջուրը արդեն եռած, ավելացնում եմ կտրտած շամպինյոնը, պատրաստում եմ դիետիկ ապուր ինձ համար։ Թող սունկն էլ եռա, ես արդեն ծաղկակաղամբը բաժանեմ 3 մասի և բրոկլին կբաժանեմ մասերի, որ ավելացնեմ սունկին։ 3 հատ ծաղկակաղամբի փոքր գլուխ է ինձ մոտ, հատիկ ավելի ճիշտ, և 3 հատ էլ բրոկլի։ Ծաղկակաղամբն ու բրոկլին էլ մանրացրեցի, հիմա պետք է ավելացնեմ սունկին։ Բերանը կծածկեմ, թող բոլոր բաղադրիչները, բանջարեղենները եփեն, հետո նոր աղ կավելացնեմ։ Բանջարեղեններով, հավի մսով սունկի ապուրին ավելացնում եմ նաև մի փոքր քերած գազար։ Իսկ հիմա դեղին ոսպով ապուրին պետք է ավելացնեմ աղ, արդեն լավ եփվել է, տեսնում եք ինչ հալիմով, գեղեցիկ գույնով ապուր ստացվեց։ Սա բավական է, հիմա կխառնեմ, նորից համտեսեմ, եթե աղը պակաս լինի, նոր կավելացնեմ։ Մի փոքր կարիք կա ավելացնելու աղը։ Համարյա եփած է։ Սիրելիներս, մանրացնում եմ թարմը սանիտ, որպեսզի ավելացնեմ 2 ապուրներին։ Մի փոքր էլ ավելացնեմ դիետիկ ապուրին։ Ոսպով ապուրին նաև կավելացնեմ կծու պղպեղ։ Շատ կծու չէ, այնքան հաճելի կծու է, կավելացնեմ, թող ճաշը ավելի համեղ ստացվի։ Այսքան մանրացրածը բավական է։
Մի փոքր էլ աղ ավելացնեմ բանջարեղենով ապուրին։ Ապուրները պատրաստելուց հետո արդեն մաքրեցի գազօջախը, շուրջ բոլորը սիրելիներս։ Ցույց եմ տալիս երեկվա պատրաստած ձկով աղցանը, պատշուբը, տեսեք ինչքան գեղեցիկ, շերտերը երևում է, միևնույն ժամանակ փորձել ենք մենք, շատ համեղ աղցան է, դուք էլ պատրաստեք և գոհ կլինեք։ Այսքանով ավարտում եմ այս հոլովակը, սիրելիներս, ուզում եմ, որ լինեք միշտ առողջ, օրհնված, երջանիկ, ստեսություն ձեզ բոլորիդ, մինչ նոր հոլովակ, ձեզ հետ է ձեր սիրելի տիկին Մարինե։